Այս պահին Ազատության տաղավարում հյուրընկալել ենք Ծառուկյան դաշինքի 4-րդ հորիզոնականում գտնվող նախընտրական ցուցակի Վարդան Բոստանջյանին։ Բարև ձեզ, պարոն Բոստանջյան, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ծառուկյան դաշինքը խուսափեց որևէ գնահատական հնչեցնել ընտրությունների վերաբերյալ ընտրությունից հետո եւ հայտարարության մեջ էլ Ծառուկյանի կարծես թե նման գնահատական չհնչեց։ Ի վերջո, ինչպիսին է գնահատականը, արդար ընտրություններ էին սրանք, թափանցիկ էին, թե այնուամենայնիվ խախտումներ արձանագրվել են։ Բոլոր դեպքերում ուրեմն կարծում եմ, որ այդպես ոչ թե չհնչեցրեց որևէ դժգոհություն այս կապակցությամբ, երևի թե դրա առիթն էլ չկար, քանի որ ըստ էության ընտրությունները բոլոր քաղաքական ուժերի կողմից որակվեց որպես ավելի լավ, քան թե նախորդ ընտրություններ են եղել։ Ներողություն, բայց Հայ ազգային ՀԺԿ կոնգրես դաշինքը դիմեց Սահմանադրական եւ Սահմանադրական դատարան, դե բոլոր դեպքերում դա քաղաքական ուժը երևի թե արդյունքում տեսնելով ձայների նման ցածր մակարդակը հնարավորություն հավանականությունը մեծ էր, որ բողոքեին, բայց այդ բողոքի համար այդպես հիմնավոր մոտեցումներ են պետք, որոնք կարծեք թե չկան։ Գոնե այդ մասին ուրեմն քաղաքական ոչ մի ուժ արտակարգ չի բարձրաձայնել։ Հիմա էլ ուրեմն կոնգրեսի ՀԱԿ-ի բողոքը ներկայացած ուրեմն կքննեն իրավասու մարմինները եւ մենք կիմանանք իսկապես եղել է այդպես ոչ ցանկալի զարգացումներ կամ պահեր ընտրությունների արդյունքում թե ոչ, իսկ ինչ վերաբերում է Ծառուկյան դաշինքին, մենք մտածում ենք դե արդյունքները դրանք են, ըստ էության պետք է համակերպվել այդ արդյունքների հետ։ Դա համակերպվելու արդյունքն է, ես նկատի ունեմ ընտրության որակն ինչպիսին էր, ինչ գնահատական է տալիս ընտրությանը։ Ես չի ասի, որ որակը պես չափազանց մեծ բարձր որակ կար, ընդհանուր առմամբ արդեն նախորդ ժամանակաշրջաններում տեղ ունեցած ընտրությունների արդյունքները մենք գիտենք, որ ինչպիսին են եղել, կարելի է ենթադրել, որ այս վերջի ընտրությունները ըստ էության մի փոքր երևի թե ավելի առաջընթաց էր, քան թե նախորդ ընտրությունները։ Պարոն Բոստանջյան, տեսեք, Բարգավաճ Հայաստան խմբակցությունը մասնակցում էր 4+4+4 ձևաչափով ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացին։ Ձեր ակնկալիքներն այսպիսին էին, այսինքն դուք համարում եք, որ իր նպատակակետին, իր նշանակետին խփեց այս ընտրական օրենսգիրքը, ավելի բարելավեց։ Դե բնականաբար չխփեց իր նշանակետին, որտեղ խոշոր առումով միգուցե ասենք թե ցանկալի էլ չի, որ ես այսպես բարձրաձայնում եմ, բայց այս օրենսգիրքը դրական ըստ էության պես թշնամություն, հակասություններ սերմանող մի ինստիտուտ էր, որի պարագայում փաստորեն բազմաթիվ ուրեմն տեխնացուներ ներկայացան ընտրությունների այսպես կոչված ռեյտինգային կարգով, որը իմ կարծիքով ավելի տխուր իրավիճակ ստեղծեց, քան թե մեծամասնականը նախորդ։ Եվ այդ պարագայում բնականաբար, ասպես սուբյեկտիվ շահագրգռվածություն տարբեր քաղաքական ուժերի եւ անհատների միջև ըստ էության թույլ չտվեցին, որպեսզի իսկապես բացահայտվեր խոցելի պահերը այս ամբողջ ընտրությունների։ Ներողություն, հիմա հետընտրական գործընթացների մասին երեք Էդվարդ Շարմազանովը հանրապետականի խոսնակ հայտարարեց, որ օրակարգում Ծառուկյան դաշինքի հետ գործակցելու հարցը չկա։ Ձեր օրակարգում կա նման հարց։ Երբեք չի եղել։ Մենք բազմիցս դա բարձրաձայնել ենք, հայտարարել ենք այդ վերաբերյալ եւ շարունակում ենք մնալ այդ կարծիքին։ Այլ քաղաքական ուժերի հետ Գագիկ Ծառուկյանը չէր բացառում գործակցությունը։ Այս փուլում եւս չեք բացառում։ Դա այնքան բնական է, գիտեք, այլ ուժերի հետ համագործակցության եզրեր գտնել ունենալը, դա ըստ էության նշանակում է երկրի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ համատեղ որոշումների կամ մոտեցումների ձևավորում։ Եվ այդ պարագայում ոչ թե միայն Հայաստանի Հանրապետություն, այլ ընդհանրապես ցանկացած երկրում ըստ էության ուժերը կարող են համագործակցել, այո, երկրի համար առաջնահերթ կամ կարևոր ներկայացող խնդիրները լուծելու համար։
Հաշվառնելով, որ հայ հեղափոխական դաշնակցությունը ակնհայտորեն համագործակցում է, քննարկում է համագործակցությունը հանրապետականի հետ, դուք նրանց հետ կհամագործակցեք դաշնակցության հետ։ Դե գիտեք, ես նորից կրկնում եմ, ուրեմն փաստորեն բոլոր պարագաներում ես կառաջարկեի կամ կմտածեի, որ Հայաստանի Հանրապետություն մենք կարողանանք աշճանաբար հեռանալ այն մտայնությունից, որ սրանք մեր թշնամիներն են, սրանք մեր յուրայիններն են։ Այդպիսի բան չկա։ Մենք փոքր երկրի, ուրեմն խորհրդանում ներկայացվածներն ենք, որոնց պետք է հուզի մի խնդիր։ Այդ է երկրի համար կարևորագույն ծրագրերի ու խնդիրների լուծում։ Ինչ այստեղ ուրեմն չենք ասի, թե Ծառուկյան դաշինքը, ելքը կամ դաշնակցությունը կամ հանրապետականը, ցանկացած քաղաքական ուժ, որը ներկայացված է խորհրդանում եւ իր պատրաստակամությունն է հայտնում այդ խնդիրները հրատապ, արդիական ու արդյունավետ լուծելու համար, ուրեմն կարելի է համագործակցել։ Պարոն Բոստանջյան, այնուամենայնիվ դուք կլինեք ընդդիմություն, թե այլընտրանք, ինչպես նախկին խորհրդարանում հայտարարվեց։ Գիտեք, մենք կլինենք ընդդիմություն։ Այլընտրանքը, ասենք, պահով պայմանավորված, դա բարձրաձայնվել է, բայց բոլոր պարագաներում էլի ակնհայտ էր, որ մենք ընդդիմություն էինք։ Այո։ Հայտնի է, որ խորհրդարանի խոսնակներից մեկը պետք է ընդդիմադիր լինի։ Հնարավոր համարում եք քննարկվել է ձեզ հետ ով է լինելու ձեր կուսակցությունից թե ելքից։ Մենք խոշոր առումով մտածում ենք մեր ուրեմն շտաբի ղեկավարը, երկրորդ այո, Իշխան Զաքարյանի այդպես տեխնացություններ ընդհանրապես ի սկզբանե արծարծել, բայց հասկանալի է, որ պարոն Ծառուկյանը որպես դաշինքի ղեկավար, որպես մեր առաջնորդ, բնականաբար ինքը կարող է այլ որոշում կայացնել։ Այդ որոշումը միանձնյա է լինելու, պարոն Ծառուկյանի որոշումը։ Գիտեք, ոչ, միանձնյա չի լինելու, քննարկելու, բայց բոլոր դեպքերում ուժգնությունը որոշման բնականաբար ուրեմն գտնվում է պարոն Ծառուկյանի մոտ։ Պարոն Բոստանջյան, Գագիկ Ծառուկյանն հայտարարում էր, հնարավոր էր համարում մեծամասնություն ստանալ ընտրության արդյունքում եւ եթե անգամ ոչ մեծամասնություն, ապա քննարկում էր 47-48% վստահություն էր հայտնում, որ այդքան տոկոս կարող է հավաքել ընտրության շրջանում։ Հիմա ինչ է ստացվում, եթե դուք ընդունում եք մեծ հաշվով ընտրության արդյունքները, ստացվում է, որ ձեր նախընտրական հաշվարկներն էին սխալ, այդքան համակի իրականում չունեք երկրում։ Մեր նախընտրական հաշվարկները ճիշտ էին։ Որոշ վերլուծաբաններ վերլուծություններ գրում են, որ մենք ընդհանրապես ըստ էության, եթե իսկապես ուրեմն ընտրությանը մասնակցած ուրեմն մարդկանց կտրվածքով 60% շահել ենք։ Ես հասկանում եմ, իհարկե մենք չունենք պես մեխանիզմներ ու միջոցներ ստուգելու դա այդպես է թե ոչ։ Հասկանում եք։ Այդ դեպքում ինչու չհասան այդ ձայները ձեզ։ Դե որտեղ կարծեք թե էլի նորից նույն կայքերում, նույն թերթերում գրում են, որ ինչ-որ 600-700 հազար լրացուցիչ ձայներ են քվեարկությանը մասնակցել։ Բայց այնուամենայնիվ ընտրությունները մեծ հաշվով հաջողված եք համարում, պարոն Բոստանջյան, հակասություն կա ձեր ասացի, դժգոհություն չենք արտահայտվում այդ վերաբերյալ։ Որովհետև ձեզ համար ընդունելի է խորհրդարանում այսքան ներկայություն ունենալը։ Դե կարող ենք ուրիշ ձևով ասել, եթե ընդունելի չլինի, ինչ կարող ենք անել։ Վիճարկեք հարցը Սահմանադրական դատարանում։ Ընդհանուր առմամբ վիճարկելը, այո, դա էլ մոտեցում է, ձև է, բայց բոլոր դեպքերում, եթե հասկանալի լինի, որ այդ վիճարկման արդյունքում մենք կհասնենք նրան, ինչին որ ձգտել էինք ուզում էինք։ Չկա վստահություն արդարադատության համակարգի նկատմամբ։ Այո։ Շատ լավ։ Ես վտանգավոր բան ասեցի։ Ոչ։ Տեսեք, քաղաքապետի ընտրություններին անդրադառնալով հայտարարվեց, որ խորհրդարանի ընտրություններից անմիջապես հետո դաշինքը չէր կարող տրամաբանական հիմնավորված ծրագիր ներկայացնել, բայց տրամաբանական պարզապես հիմնավոր ծրագիր է, դա ուրիշ է, տրամաբանականը ուրիշ է։ Ես ավելորդ բառ օգտագործեցի, այո, բայց չէ որ նախորդ հայտնի էր ավականու ընտրությունների ժամկետ, արդյոք հնարավոր չէր դրան պատրաստվել զուգընթաց խորհրդարանի ընտրությունների process-ին։ Անհնարին ոչինչ չկա, այդ կտրվածքով իհարկե հնարավոր էր ուրեմն այսպես ասած հրամցնել քաղաքի բնակչությանը ինչ-որ ծրագիր, բայց պարոն Ծառուկյանը որպես գործի մարդ ընդհանուր առմամբ ուրեմն
միշտ բարձրաձայնել ու բարձրաձայնում է այնպիսի խնդիրներ, որոնք իզորու է լուծել ու պետք է լուծել։ Այս պարագայում մենք ամենայն հավանականությամբ դրա հնարավորությունը ըստ էության չունեինք։ Պարոն Բոստանջյան, Երևանը հայտնի է որպես ամենաանդիմադիր քաղաք եւ ամենաակտիվ քաղաք Հայաստանի։ Արդյոք չեն կարևորվում ձեզ համար այս ընտրությունները եւ ընդհանրապես տեղական ինքնակառավարման Իհարկե կարևորում է, ոնց կարող է չկարևորվել։ Բայց բոլոր դեպքերում ուրեմն ցանկալի չի ընտրություններին իմիջիայլոց ընթացքից մասնակցել, որի պարագայում արդյունքների կտրվածքով դու չես կարող ունենալ այն վստահությունը, ինչ որ ակնկալում ես։ Այդ կտրվածքով ուրեմն միգուցե նաև ասենք նման ձևով ընտրություններին մասնակցելը ըստ էության հեռանկարային չէր ներկայանում մեր համար, ինչի արդյունքում այդպիսի որոշում կայացվեց։ Եթե անգամ ծրագիր չներկայացնեիք, ձեր կարծիքով Ծառուկյան դաշինքը չունի այն ընտրազանգվածը, որը անկախ Իհարկե ունի, մի անգամից ասում եմ ես ձեզ։ Բայց բոլոր դեպքերում, ինչպես տեղի ունեցավ համապետական ընտրությունները խորհրդարանական, այնպես էլ միգուցե նաև տեղի կունենային, ասեք, ավական ընտրությունները, այդ կտրվածքով երևի թե ցանկալի չէր այս պահին մասնակցել։ Հիմա 3 ուժ է մասնակցում Հանրապետականը, Երկիր Ծիրանի Զարուհի Փոստանջյանի եւ Ելք դաշինքը։ Դուք պաշտոնապես որևէ ուժին սատարում եք, ինչ կարծիք ունեք նրանց մասին։ Մենք այդ մասին դեռևս չենք ասել, չենք բարձրաձայնել, այս բոլոր դեպքերում մենք պարտավոր ենք պաշտպանել բոլոր նրանց, ովքեր իսկապես քաղաքի առջև ծառացած կնճռոտ խնդիրների լուծման առումով մեծ ուրեմն պես գործնեություն կծավալեն։ Մենք իրավունք չունենք չպաշտպանելու այդպիսի ուժերին։ Բայց դեռ որ ուժ դա կլինի, դա երբ կլինի, մենք կտեսնենք, կյանքը ցույց կտա։ Եվ վերջում պարոն Բոստանջյան, Հանրապետականը հայտարարում է դաշնակցության հետ գործակցության մասին։ Դուք ինչ կարծիք ունեք այս գործակցության մասին, այս կոալիցիոն հնարավոր գործակցությունը ուրեմն նախորդի պատմություն ունի, այսինքն մինչև այս պահը արդեն նման համագործակցություն եղել էր, եւ այդ համագործակցությունը կարծեք թե երկու քաղաքական ուժին էլ եւ հանրապետականի եւ դաշնակցության համար պես ներկայացել էր արդյունավետ, այդ կտրվածքով կարելի է մտածել, որ դա այդպես է։ Իսկ երկրի կառավարման մասով Կառավարման մասով բոլոր դեպքերում մենք ասում եմ, որ ունենք շատ հրատապ, շատ կարևոր խնդիրներ, մինչև անգամ սոցիալական բնույթի, կենցաղային բնույթի խնդիրներ չլուծված հանրապետությունում, արդեն գործադիր առումով մենք ուզենայինք, որ այդ համագործակցության արդյունքում գոնե այդ խնդիրները լուծվել։ Իհարկե պեսիմիստական տրամադրություններ չենք ուզում արտահայտել կամ իրավունք չունենք արտահայտելու, ենթադրենք կուզենանք մտածել, որ սրանից հետո միգուցե ուրեմն այն ջանքերը ավելի կկենտրոնացնեն այդ խնդիրների լուծման համար։ Շնորհակալ եմ պարոն Բոստանջյան։ Իմ զրուցակիցը Ծառուկյան դաշինքը ներկայացնող Վարդան Բոստանջյանն էր։